Իշխանությունն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն, պատերազմ կլինի, այսինքն հիմա Փաշինյանի իշխանության պահպանումը դուրս է գալիս Ալիևի սրտով է։ Բայրամարտն է, ոնց սրտով չեղնի։ Բայրամարտն է, չէ՞։ Վերջը զիջումներն օրկեն է պրոստը տակ չէ։ Հետո իրանց է լավ ֆինանսական օգնություն կա, չէ՞։ ԿՊ-ի ասենք բյուջեն եւ այլն ուրդից կուկա ինչքան փող եւ այլն հեչ մարդ չգիտե, չէ՞։ Դուք գիտեք։ Իսկ պատերազմ կլինի։ Ես ինչ գիտեմ, պատերազմ կլինի, թե չի լինի։ Հենց այդ որ ղեկավարը պետք է պատերազմ չլինի, բայց ոչ թե զիջումների գնով չլինի։ Մեկ է այդ զիջումները չեք լսում, թուրքերը ժողովներ կենեն Օրդուբադ թե որտեղ է, ինչ է վերադարձ Արևմտյան Ադրբեջան։ Չեք լսում։ Ոնց չեք լսում, բան չկա։ Եզրակացություն չկա։ Կրնա մարդու մտք ցանցել էլի։ Իսկ Ալիևի սրտով է, որ մեր վարչապետը Փաշինյանն է ընտրվել։ Ոնց գցվա հակուդան կարն իրանց է։ Չէ, ուդան կարն ոնց գցվա։ Մի անգամ մի խելացի բան Լուկաշենկոն ասավ այ մարդ Ալիևին ընտրեք պերզեք։ Դուք չտեսաք Ալիև Բաքվի քեֆուրաղությունը Փաշինյանը վերընտրվեց։ Մեկ ազգան որ Փաշայով սկսվի, այսը Թուրքիա արմատը մեջն է էլի։ Իսկ պատերազմ կլինի։ Պատերազմ եթե ամեն ինչ տաս, ինչ ուզում են, ոչ մի բան չմերժես, չի լինի։ Ալիևի սրտով է հիմա որ։ Այո, նա շարժվում է Ալիևով եւ Էրդողանով։ Ալիևի սրտով, որտեղ Ալիևը այնպեսի բան շահեց, որ երազում չէր պատկերացնի։ Ղարաբաղը բնությունը վերցնի, ժողովրդին դադարի։ Այդպեսի բան չէր սովետը տվել է, որ ժողովրդով Ադրբեջանը կարող է պահել Ղարաբաղը, Հայաստանը չի կարող, աղքատ է, Ադրբեջանը հարուստ է, ժողովուրդն էլ հետն է տվել, ժողովրդին պահել, խոնավեր չէ տվել։ Իսկ Նիկոլը նվեր է տվել, այդքան զոհ տվեց, 4-5,000 զինվոր մահացան, հայրենիքը տվեց, ծախեց, դավաճանեց, տվեց Ադրբեջանին, ստեղ հələ դոմիկի մեջ են երկրաշարժից մարդիկ, 100,000 մարդ նորից եկավ, որ ստեղ բոլորին բնակարան տալ, նորից ավելցան էլի, էլ ինչ եղնի, ինքնոր չեղնի, ոչ մեկ մտքից պատերազմ չի անցկացնի, ինքը դա այդպես է ասում, որ իր ատորը մնա, ում է խապում, ում է հիմա այդտեղ տանում, ասում է, թագարտից ազատել եմ Հայաստանը, դու ինչ կուզեն տվել ես իրանց բամեր շատ, ինչ թագարտ, հիմա այդտեղ է տնում, լեզուն, աշխարհը չունի։ Մի չեմ հասկանում էլի, մտավախություն կար, իրոք ճիշտ է, որ պիտի կան, չեմ կարծում, որ 300,000 միանգամից կան լծվի մեր գլխին, բայց կամաց գալիս են։ Այդ սխալ է, արդայրվել։ Այդ սխալ է։ Ինչի պիտի պատերազմ լինի։ Բնականաբար Ալիևի ցուցումով է աշխատում ինքը։ Բոլորիս էլ ակնհայտ է, որ ինքը աշխատում է այլ պետությունների կառավարման միջոցով, ինչու համար։ Մենք ընտրությունները մեր երկրինն է, ուրեմն մենք պետք է պատասխանը տանք։ Ինչի եք բերել երրորդ երկրներ, Ամերիկա, Ֆրանսիա, չգիտես ինչի համար։ Իրանց միջամտությունը տեղին չէ։ Հիմա ասում է Ռուսաստան չի խառնվել, ինչու պետք է խառնվի։ Ռուսաստանն ասեց առաջ անգամ որ ընտրվել է Փաշինյանը, իր վրա են մեղքը գտել, թե ինքն է բաները միջամտել։ Իսկ այս անգամ պասիվ է մնացել Ռուսաստանը։ Նա ինքն է ընտրվել, ինչ է կարծում, պատերազմ լինելու է։ Եթե ինքը հեռանա, ոչ մի պատերազմ չի լինելու։ Մենք ուժեղ պետություն ենք, մենք փոքր ենք, բայց շատ ուժեղ ենք։ Ունենք ուժեղ մարդիկ, կառավարեն ամեն ինչ նորմալ ձևով եւ պատերազմը չի լինելու, բայց իր ժամանակ։ Այն մարդն է խոսում, որ երկու անգամ պատերազմ է բերել Հայաստանից գլխին։ Ուր ամեր երեխաները։ Ու պատասխան տվող չկա։ Շատ հանգիստ են իրանք։ Իրանք մեղավոր չեն, նախկիններն են մեղավոր։ Ավելացնեմ, որ ինքն էլ է նախկին։